կառավարելությունը կորցրել էին, որովհետև հրամանատարները շարայիններ էին անում, որտեվ պլաց բանակ էին անում, որտեվ ավելի շարային այսենց անցնելը սիրուն վիզա ծռելով ավելի կարևոր է։ Դրանից տեխնիկական միջոցներն է համապատասխան չունեիր։ Զինանշան չկա, ինքը այդ բանակի համազգեստը չի համարվում։ Այն ժամանակ ասում էր պայմանագրային պրոֆեսիոնալ բանակ, հիմա արդեն էլ չի նշում դա։ Շատ ավելի վատ է, երբ որ քո քաղաքացին հակնում է ուրիշ բանակի համազգեստը, որովհետև լավն է։ Ողջունելի է, որտեվ արդեն մի քանի տարի է սկսել են ուշադրություն դարձնել երկրորդ գծին, առաջի գիծ մենակ չեն կառուցում։ Ցանկացած ամրաշինական աշխատանք բաց խրամատից լավ է, դա միանշանակ։ Բազմաթիվ անգամ ինձ ով որ պարբերաբար լսում է, լսած կլինի, որ ես ասում եմ, քացով գնացեք, բանկոմատների դուռը բացեք, խինձ բորերի չես տանում։ Ուզում ես պատերազմի վաղտ ես զոհվեմ։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի օր։ Երկար դադարից ամանորյա դադարից հետո մեր հերթական հաղորդումն ենք այսօր գրում Արև որդի Վարդանովներ ոդքասթի։ Իհարկե ամանորյա դադար էր, բայց մենք հիվանդ ենք երկար ժամանակ ամբողջ ընտանիքով։ Պատճառներից մեկը դա է, որ այսքան ժամանակ եթեր չենք գնացել։ Իսկ այսօր քանի որ շատ մեծ թեմա կա խոսալու, մեր բանակի հետ կապված կա, որտեղ մի շաբաթ առաջ Պաշտպանության նախարարը մեծ ասուլիս տվեց։ Երկու ժամանակ գրեթե ամբողջությամբ կրկնեց հմեկով իր տված հարցազրույցը, այնտեղ, բայց հիմնականում լայն հասարակությունը մի շաբաթ առաջ այդ թեզերին ծանոթացավ։ Մենք փորձենք այդ թեզերը մի քիչ վերլուծենք արդեն ռազմական գործին գոնե մի փոքր առնչվող մարդու տեսակետից, էլի։ Իրականում ասեմ, շատ բաներ կար, որը ներկայացնում էր, որ իրանց միտքն է եղել, բայց դու տասնյակ տարիներով արդեն դրա մասին խոսել ես։ Դա կապ չունի, դա բավարար բնորոշ է մարդկանց, ովքեր որ պաշտոններ են զբաղեցնում, ինչ-որ միտք արտահայտողին ասել չէ, հետո ներկայացնել որպես սեփական միտք։ Դրա նորմալ եմ նայում։ Ընդհանուր փոփոխություններ կան, որ շատ ուշացած են, օրինակ նույն համազգեստի փորձարկումը պատերազմից 5 տարի հետո դա անելը շատ ուշացած է, էլի։ Հաշվի առնելով թե ինչքան փոխվի համազգեստը։ Սենս պետք է փոխվի, բայց շուտ պետք է փոխվեր, հաշվի առնելով 20 թվականից հետո ինչքան հոգեբանական ազդեցությունը։ Բացի հոգեբանական ազդեցությունը շատ զորամասեր, իրենց գույքով են հասել մեր հարևաններին, Բաքվի խանությանը, այսինքն իրենք շատ մեծ քանակի հայկական բանակի համազգեստ ունեն։ Շատ մեծ քանակի։ Չեմ կարծում, որ իրանց համար խնդրեմ է համապատասխան ստորաբաժանումների համար Չինաստանում կամ որևէ տեղ իրականում, բայց մի քիչ գլխացավանքը այստեղ արդեն համապատասխան ստորաբաժանումների չէ, խոսքը 10,000-ից ավել բոլորին իմաստ չունի։ Պիտի հագցնես այն ստորաբաժանմանը, որը անհրաժեշտության դեպքում հակառակորդի դերը դեպքում նույնիսկ գումար չեն ծախսել, կարելի ասել, էլի դրա վրա։ Ու խոսակցությունները համազգեստ փոխելու 20 հենց Պապիկյանի պաշտոնին անցնելուց հետո սկսել այդ խոսակցությունները ու 4 տարի իրենք նոր ինչ-որ պրոտոտիպ են գտել։ Եթե կոմեդիի տղաներին հավատանք, այնտեղ 4-րդ հատվածը ճանապարհի, ասենք էլի խոսում են երկար, հետո նախագծում են երկար տարիներով, էլ մետրոյին չանդրադառնամ, բայց դա քանի որ ամեն ինչը մեր թեմայի հետ չի առնչվում, խոսանք դրա մասին։ Բայց որ երկար է, շատ երկար է քաշել, ոնց հասկացա արտասահմանյան ինչ-որ կամպանիայի փող են տվել, որ իրանք դա մշակեն, այն դեպքում, որ հենց նույն պաշտպանության նախարարը ասեց տեղական արտադրող կա, որը հատուկ նշանակությամբ բանի համար է, ուրեմն մշակել համազգեստը, արտադրողին մենք ճանաչում ենք։ Մենք շատ լավ իրենց ճանաչում ենք, մեր ընկերներն են, մեր մարտական եղբայրներն են, իսկ դուք ֆինանսավորել եք իրանց սովորական, ասենք, համազգեստը, որ իրանք մշակեն, չէ, համոզված եմ խոսքի մի 40,000 դրամ ավելի էժան ամերիկացիք են բան արել, դրա համար ամերիկացիքին են դիմել։
խիստ Ես կասկածում։ մի ուրիշ ձևի ձեռ եմ առնում, էլի ասենք։ Ես նույնիսկ վստահ եմ, որ ընդհանրապես այդ առաջի լեկալներ, հատուկ ստորաբաժանումների լեկալների համար գումար ընդհանրապես չեն վճարել։ Չէ, ես համոզված եմ, որ չեն վճարել։ Ես ուրիշ բան եմ ասում, որ համոզված եմ, որտեղ խասյաթուն են, էլի ասենք։ Տեղականին չվճարել։ Տեղականին չվճարել, բայց դրսինին վճարել, բայց այդ դրսինի կոնտրակտը հաստատ շատ ավելի մեծ է եղել, քան այդ տեղական արտադրողին իրենք հանձնարարություն տային, որտեղ իրանք իրանց կոմպետենտությունը ապացուցել են հենց նույն հատուկ ստորաբաժանումների համար համազգեստների այդ մշակումներով։ Դուս խնդիր չկար։ Ով ասում, որ պետք է անպայման ինչ-որ մեկի կապրիզով կամ ինչ-որ մեկի հերոստացույցով տեսել այն ինչ-որ բան, իր իմացած ֆիրմայով լինի, այս բանում, չգիտեմ ով է կարում, այդքան կնդե կարենք, ախպեր, կա ավելի որակով կամ ոչ պակաս որակով, շատ ավելի մատչելի տեղական արտադրողի կարելի էր ասենք այդ ամեն ինչին հանձնարարել, բայց լավ, չէ՞ դրա մասին ասենք հետո խոսանք համազգեստի բառը։ Հա, որակայինը առաջի հայացքից է ասեմ, որ եթե համեմատում ենք մեր այժմյան սկզբից համազգեստի արցնենք քննարկում։ Դե, քանի որ դրան անդրադարձել ենք, արդեն քննարկում ենք շատ երկար ժամանակ, որակայինով ինձ թվում է նույնիսկ համեմատելու չի, նույնիսկ արտաքին տեսքը եթե համեմատենք, ինչ որ որակ երևում է ու կոշիկներ։ Չէ, մինչև չշոշափես ձեռքով։ Իհարկե, բայց մեր նոր համազգեստը 11 թե 12 թվականին մտավ, չէ՞, այժմյան համազգեստը։ Բայց ասուլիսից դուրս էր, դա վարչապետին ներկայացրած։ Վարչապետին ներկայացնելու ժամանակը ասուլիսի ժամանակ էլ այդ հարցերին պատասխանում։ Ասեց, բայց չներկայացրեց համազգեստը։ Հա, համազգեստը չի ներկայացրել, ուղղակի դրա մասին խոսք է գնացել, դրա համար ենք անդրադառնում։ 12 թվականին է, երբ որ այժմյան համազգեստը ներկայացնում են, առաջի փորձնական պարտիան շատ որակով ա եղել զինվորականները։ Ամենայն դեպս այդ ժամանակ ծառայողները գովում էին, ասում են շատ լավն է։ Շատ լավն է, իսկ երբ որ ես 17-ից 20 ծառայել եմ, շատ կասկածելի որակ։ Շատ ավելի լավն էր խանութում վաճառվողը։ Շատ ավելի լավն էր, հաշվի առնելով, որ այն դեպքում, որ ինքն էլ անթերի չէր, էլի։ Արտադրամասեր կային կարի, որ մի հատ լվանալուց հետո համազգեստի գույնը ընդհանրապես չէր խոսում զինվորական համազգեստի։ Դա մի կողմից լավ է, գիտես, եթե դու քո համազգեստը լվում ես ու մարտի դաշտում հակառակորդի սնայպերի մեջ պրիցելի մեջ ես հայտնում, նայում մտածում արա, այսի մերոնցից է թե հայա, խփեմ, չխփեմ, այդ կողմից հարմար է, ասենք, լղոզվում է գույները, շատ հարմար։ Ինչի համար այս խոսակցությունը բացեցի, հույս ունեմ, որ պարզ է, առաջի պարտիան ամերիկյան լուրջ ֆիրմա, հաշվի առնելով բացինքեքը, որ տեսա ինչ գնանի են, կարակ վիդեոյի մեջ երևում է ֆիրմայի անունը, էլի, կարակ բացեք նայեք, այն ժամանակ մեր $150-200-ից է սկսում իրանց ցանկացած մոդել։ Մեր ընդհանուր ֆորմեն էր լետնին, զիմնին, սաղ գլխարկներով, բացինքեքի գնին կլինի։ Ամենակ բացինքեքը ավելի թանկ են, քան այն ժամանակվա, այդ առումով, եթե նույն որակային մնա, շատ գովելի է, ես որ կուզենամ նույնիսկ այդ համազգեստից ձեռք բերեմ, չնայած լավ օրինագիծ է, ասեց օրենքի նախագիծել է մտցնելու Պապիկյանը ազգային ժողով, որ արգելելու է վաճառքը, ճիշտ է, մի քիչ փոփոխություն կառաջարկեի ես, որտեվ լինում է, որ կարա ճղվի, բանակը այդքան չի կարելի ապահովի, գոնե զինվորական գրքույկով վաճառք ինչ-որ ձևի թույլատրեն։ Դե դա նշանակում է զինվորական գրքույկով մեկը կգա, այս մի խանութից, մյուսից։ Կարելի է մի քանի խանութին ոնց որ լիցենզիա տալ, զորամասից թղթով։ Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ հարցի լուծում է։ Չէ, հարցի լուծումը լավ։ Ասեմ, դա Մոգոնովի հարց է, ասեմ ինչի հետ եմ։ Եթե համազգեստի վրա չկա զինանշաններ, չկա տարբերանշան բնորոշ հայկական զինված ուժերի, խես հեծանի ֆորինում հարազատ։ Եթե հարազատ այն առումով, որ մենք սաղ մի ազգից ենք, էլի։ Եթե կա դրա միջազգային պրակտիկան, որ եթե չկա զինանշան, մարդ արգելված չի ոչ մի բան հագնելու։ Մարդիկ ասենք նույնիսկ հենց համազգեստ են որպես վաճառում, համացանցում, հələ բացեք արտասահմանցիներին։ Կարաս համազգեստ գնես ամերիկյան, չգիտեմ ֆրանսիական, եսիմինչական, զինանշան չկա, ինքը ռազմական այդ բանակի համազգեստը չի համարվում։ Իրականում ուրիշ հարց է դրանով բարձրացրել, որտեվ քանի որ համեմատական կարգով քիչ ուշ է ճղվում
զինվորական համազգեստը մեր բանվորների մեծ Բանվորները մասը սիրում են զինվորական օգտագործել, համազգեստով են աշխատանքի գնում։ Ես այսպես ասած։ բանը դրա մեջ ասեմ, այտենց մի վատ բան չեմ տեսնում, էլի եմ ասում, զինանշան չկա վրան, նորմալ է, պիտի հագնեն, ինչի՞ չէ։ Ժողովուրդն էլ պիտի մեր համազգեստին սովորի աշկով։ Էդի են բանը, այն կապիկ լամիշ են ելնում, որ չէ, մեր զինվորականները պիտի փողոցում չքայլեն, չէ, մեր զինվորականները խի պիտի ավտոմատով փողոցում վազեն։ Ես բազմաթիվ անգամ ասել ուրիշ եմ, բան են իրականում։ Իմ ասած ապա օրինակ նաև բանվորի համազգեստը, ասենք, որպես որ օգտագործվում է, ես դրա մեն էլ ես վատ բան բանվորին չեմ ասացի, ես տեսել եմ որ Մուրացկանն է զինվորական համազգեստով։ Դե հիմա Կողից զինվորականին, նայողը ես ասենք կհասկանամ, որ մեր օրինակ զինվորականին, եթե Մուրացկանին փողը տալիս են, որտեվ ինքը զինվորական համազգեստով է, այդ իր ռաբոչի ֆորմեն է։ Ինքը կեթա փող չի ափսոսա, դրանից ձեռք կբերի, պետք կլինի կմիտնի զորամասից կգողանա, որ ասենք իր բանը աշխատանքային ֆոնը պահպանվի այնց, անտուրաժը ոնց որ պետք է, որ կարողանա ասենք փող քերի։ То есть 1, 2, 3, 5 օրինակի պատճառով ասենք խախտել այն մշակված մի քանի դարում մշակված ձևը, որ բնակչությունը շատ ավելի վատ բան է, երբ որ ամերիկյան համազգեստ են հագնում ստեղ, ասենք ես էլ եմ հագնում։ Շատ ավելի վատ է, երբ որ ժամանակին ռուսական այդ բանը ոնց էր այդ բանը ֆորմեկի անունը գորկեքն էինք որ հագնում։ Այդի վատ է, երբ որ քո քաղաքացին իմիջիալոց գորկենել եմ հագել, ամերիկյանն էլ հագնում եմ ձմեռային որպես շատ հարմար է։ Բանը դե հայկական նման հարմարը չունեմ։ Շատ ավելի վատ է, երբ որ քո քաղաքացին հագնում է ուրիշ բանակի համազգեստը, որովհետև լավն է։ Այդի շատ ավելի վատ է։ Դրա մասին մտածեք։ Ոչ թե ասենք, որ հանգարց բանակից դուրս ոչ մեկ չհագնի։ Ախպեր զինանշան վրան չկա, նույնիսկ ռազմական ոստիկանությունը իրավունք չունի մոտենալու այդ մարդուն։ Զինանշան կա վրան, ասենք հայկական բանակ, սերժանտ Եսիմինչյան կամ աստղեր կամ գիծ, այդ դեպքում արդեն կարող ես բան անես, մարդկան բերմանել ենթարկես, որովհետև համազգեստը զինանշանով փաստաթղթի պես մի բան է։ Ու եթե կեղծ փաստաթուղթ է մեկի մոտ ելնում ոստիկանի, բռնում տանում կարող է դատում են, չէ՞։ Նույն ձևով, եթե զինվորական զինանշաններով, բաներով ինչ որ պետք է, ասենք, բանը խփած ավրեն, ու ինքը չի ծառայում այս պահին կամ կապ չունի այդ համազգեստը իր հետ, շատ կներեք, ասենք, տելեստուդիաները հատուկ թույլտվություն էին ստանում սովետի ժամանակ, գոնե սովետից սովորեք, որ ասենք, բանը զինվորական բոլոր տարբերանշաններով կամ ոստիկանական միլիցիայի տարբերանշաններով համազգեստով նկարանումներ անային։ Ես չեմ կարծում, որ դա խնդիր է, դա Մոգոնովի խնդիր է։ Իրականում համազգեստի հետ կապված ավելի կարևոր զրույց կա։ Ես ոնց հասկանում եմ, այդ համազգեստը բանը գոնե զինվորականների մի շատ լավ, ասենք, պատերազմի մասնակից նախկին բրիգադի հրամանատար էր մեր մոտ հյուրընկալվել, ես վաղինակ այդ զրուցում էինք, ինքը ասեց այդ բազմաշերտության մեջ ես մենակ վնաս եմ տեսնում, բազմաշերտությունը շատ հարմար է, որ տաք է եւ այլն, բայց ինքը ասեց վնաս եմ տեսնում եւ ես այդ ռակուրսով չէի նայում։ Կարգապահության առումով։ Կարգապահության առումով։ Ասում եմ մեկը էսի քաղաքնի, մեկը այնի քաղաքնի, վերևից վերխը քաղաքնեն, կեթան միտը վերխը քաղանեն ու կստացվի բարդակ։ Ես այդ ռակուրսով չէի նայել։ Էլ չեմ ասում հաշվի առնելով, որ ցավոք սրտի մեր բանակում այնպիսի դեպքեր են շատ հաճախակի հանդիպել, որ մեկը մյուսի շորը վեկալում է կամ չգիտեմ, պատկերացնում եմ 7 շերտա գրածով, այդ 7-ն էլ պետք է մենք դարակներ չունենք, էլի ամերիկյան բանակի ստանդարտներով, որ փակվող զամոկով բան, մերը դրվում էր աթոռների տաբուրետկեքի վրա։ Ու դա սա շարած են։ Կոմպլեկտը չես դնի։ Էտիկետա կապցոր կա ուրեմն, կամ վեշլկեկ կլինեն, որի վրա վերևը գրված։ Դա տեխնիկական շատ ստից հարցեր են, որը հեշտ կլուծվի։ Մեր բանակում ցավոք սրտին այդքան։ Բայց որ ֆորմա ադեժդին, ասենք, միանման չի պահպանվի վերևի բաճկոնի տակ,
ես դրա վրա ասենք ճիշտ ասած չէի մտածել, բայց հարգարժան գնդապետը դրա վրա ուշադրություն դարձրեց եւ ես սկսեցի տատանվել, այո, կարող է այնք համել հարմար բան չի, ասենք, գոնե մեր զինված ուժերում այս պայմաններում, երբ որ 2-ից 4 հոգանոց ննջասենյակներ չեն, այլ կազարմա է, 2-ից 4 հոգանոց ննջասենյակ, դա ենթադրում է 2-ից 4 հատ, ասենք, շկաֆա, բանա հագուստի համար պահարանները։ Կամ ամերիկյան ձևով եթե գնաս, իրանք առանձին բաներ ունեն, արկղեր ունեն, ամեն զինվորը, եթե մեծ է կազարման, որը նույն բանն է, շկաֆի դերն է, պահարանի դերն է տանում, մեր մոտ երևի դրան կանցնեն, չեմ կարող ասեմ, բայց այդտեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, հաշվի առնելով վարչապետին, որ ներկայացնում են ձմեռային տարբերակը, որ ներկայացնում են, մի թեթև անգրագետ ձևով էին հագցրել։ Դե քանի որ մենք համազգեստ օգտագործում ենք նաև ձմեռային, իդեպ մի քանի օրից լինելու է մեր ձմեռային հավաքը, խնդրեմ, ասենք, հավաքագրվեք այդ հավաքներին, ասենք, ցանկացած Հայաստանի բնակիչ անկախ ազգությունից եւ մեր ազգի ներկայացուցիչ Սփյուռքից կարա մասնակցի։ Մի քիչ անգրագետեր Տերմոբիլյոյի տակից Տերմոհագուստի տակից մայկա էր հագած։ Բանը, որովհետև այդ Տերմոբիլյոն, հայերեն ոնց կլինի։ Տերմոհագուստ։ Ջերմահագուստ, Տերմոհագուստ են հենց ասում։ Բանը Տերմոհագուստ, լատինական բառ են օգտագործում։ Ինքը անմիջապես, ասենք, բանը, այդ մայկի կարիք չկա, էլի, ընդհանրապես։ Ինքը ջուրը հանում է։ Այո, ինքը քրդինքը հանում է, ասենք, բայց ջերմությունը պահում է։ Եթե մայկեն պետք է քաշի իր մեջ խոնավություն, Տերմոբիլյոյի այդ տերմոհագուստի իմաստը կորում է։ Իհարկե, որտեվ մարմնին մնում է թաց շոր։ Իսկ տերմոհագուստը դրա համար է, որ թաց չլինի շորը։ Դե դա ինձ թվում է ուղղակի այդ մարդը, որ ներկայացնում էր, ինքը տեղյակ չի, որտեվ դաշնում երբեք չի եղել, հաստատ ամերիկացիները տենց ֆեյք բան ռուսեն ասած պրոմոք չէին։ Իրանք երևի այդ մայկատրուսիկը, որը ներկայացվում էր Տերմոբիլյոյի տակից, երևի ուղղակի, ասենք, առօրյայի շոր որպես կամ պարադնի շորի մայկատրուսիկա, երևի։ Իսկ ես այդ հարցը բարձրացրեցի, որտեղ մի հատ էլ այդ գրագիտության առումով հագուստի լուրջ պատրաստություն պետք է անցնեն մեր սպայական անձնակազմը։ Իրանց սովորացնողները, ով որ շատ է ՆԱՏՕ-ի հետ շփվել, դասերիա գնացել, բան էդի սաղ տեսել է, սովորել է, բայց համազորային ստորաբաժանումներում շատ քչերն են անցել այդ դասերը ու իրանց մի հատ պետքա սովորացնեն ու այնպես սովորացնեն, որ իրանք կանան իրենց զինվորներին սովորացնել։ Ես հիշում եմ մեր առաջի, ասենք, ալպինիզմի ինստրուկտորի, ասենք, բանը հրահանգիչի խոսքերը դրա մասին, որ ինքը կամանձիրովկա էր գնացել ՆԱՏՕ-ի այդ բաներով, հետախուզության ավակ սպա լինելով։ Ուրեմն ինքը ասեց, «Դե հագուստները տվեցին, կրակն անկանք, չգիտենք ինչը երբ հագնենք»։ Դա իրականում շատ կարևոր է։ Առաջի կամանձիրովկեն ա եղել, որ կարծեմ Գերմանիայում վերապատրաստվել էին, ասում է իրանք տվեցին, դե իրանք մտքով չի անցել, որ մենք այս շորից խոսքի չունենք։ Ու ասում է ընկանք կրակը։ Նույն այդ տերմոհագուստի տակից մայկա հագնելը ես էլ եմ արել, ինձ չի տենց չգիտեի։ Խամեի, մի քանի անգամ արել եմ, հետո ասի խեմ սենց անում էլ, իմաստը կորում է ծեր։ Դե ես հագնում եմ տերմոհագուստը զուտ տակ լինելու համար։ Բայց ինքը նախատեսված է համ ջերմություն պահելու, համ էլ քրդինքը դուրս գա։ Խոնավությունը դուրս գա, որտեղ մենք լավ գիտենք, չէ՞, խոնավությունը, երբ որ շորի մեջ լինում է, պահի տակ շորը բացվա, բան կամ նույնիսկ չբարձվի ցուրտ լինի, դու կարաս շատ հանգիստ մրսես։ Հենց դրա պատճառով, որ շորը հիվանդանաս, որ շորը խոնավ է։ Առաջարկում եմ այս թեմայից արդեն անցնել։ Դե ոնց որ բանն էլ ասիր, դե հատուկ բառ եք օգտագործում է հուդի։ Դե հուդին նշված չէր ինչ էր, դրա համար չեմ խոսա, կարող է լրիվ ուրիշ բաներ հուդի։ Տերմոհագուստի վրից հենց էդի պետք է հագնեին, ես չեմ
չի երևում, էլի վիդեոյով չեմ կարող Ու ամենակարևորը պիտի հասկանանք, որ միջև չշոշափես, միջև չիմանաս այս զամոկը, այս լիպուչկին ա պահում, միջև էսի սենց, մեկին հենց կոնքերի վրա ոնց ա նստում, լայնությունը, ասենք, ինչ գոտի ես մսնում, որ այդ լայնությունը ճիշտ պահի, սխմիղ, գոտին շուռա գալի, շուռ չի գա, այդ ամեն ինչը սենց շոշափելով կարաս ինչ որ գնահատական տաս։ Բայց կարելի է փաստել, որ շատ դրական երևույթ է, որ մեր բանակը, մեր պետությունը որոշել է բանակի հագուստի վրա գումար ծախսել, նշանակ շատ գովելի է դա, գովելի է, որ Ես մի քիչ կասկածում եմ, որ շատ գովելի է, որովհետև այն թվերը, որ դու ասեցիր, այն որ ասիր բացինք դե այդ թվերը չեն ծախսելու, դա ամերիկյան բանն է, օրինակներն դե արդեն ծախսել են, չէ, ամերիկյան ֆիրմայի են պատվիրել, հա, արդեն արել են հետազոտությունը, այն դեպքում, որ կարային ստեղ պատվիրեին, դա նշանակում է, որ պատրաստ են շատ ծախսել։ Դե մեր չեմ ասում ինչի պատճառով։ Այս վերջերս մեր ֆինանսների նախարարի ինչ-որ ասածն էի կարդում, ասում է դե այնա պետություններ կան, որ խեք ասում, որ մեր արտաքին պարտքը 14 միլիարդ է, նորմալ է, էլի պետություններ կան, որոնց արտաքին պարտքը տրիլիոնի է ասել, մեզ Ամերիկայի հետ միանգամից համեմատեց։ Դե լավ է, ուրեմն մենք մոտ ենք, էլի։ Շատ լավ է, ուղղակի Ամերիկայից կոպիտ ասած այդ փողը ստացող չի լինելու, իսկ մեզանից կարան ստանան։ Այդ տարբերությունը կա, էլի։ Գույք պարտքի դիմաց կամ բանա 25% գազատարի դիմաց կամ տրիպում 24%-ի դիմաց էդ էլ կարող լինի, էլի։ Մի խոսքով ամեն դեպքում ավելի հաստատ ավելի լավն է հագուստը համազգեստը լինելու, քան ինչը ունենք, դա անխոս, որտեղ Դե вообще-то պրոգրես է։ Պրոգրես է, դրա համար շատ գովելի է։ Երևի հիմա ավելի լավն է այս պահին, քան կար 90 թվերին, 90 թվերի հագուստը հաստատ ավելի լավն էր, քան 18-ից 20 թվականի, ասենք, առաջի համաշխարհայինից ռուսական բանակից մնացած հագուստը, բնական է, պրոգրես է, այդում ասենք զարգանում է։ Չէ, լավ է, որ այդ պրոգրեսը կա, ինձ դուր չի գալի, որ եթե իրոք այդ բացինկեքը այդ մի $200 բացինկեք են կամ $100-ից $200, ինձ դուր չի գալի նման շռայլությունը, հաշվի առնելով, որ դու շատ ավելի լուրջ անցքեր ունես փագելու հենց պաշտպանական համակարգի մեջ, այդտեղ ցանկացած, ասենք, բանի վրա չարժե տնտեսել համազգեստի մեջ, բայց որոշ տնտեսումները կբերեր ընդրան, որ մի երկու հատ սպառազինության, ասենք, տեսակ կկարողանայր ավել ձեռք բերեիր կամ մի քանի հատ ավել, ասենք, զինամթերք կառնեիր։ Իմ կարծիքով ուրիշ հարցեր են լուծում, հաշվի առնելով 20 թվականի մեր կրած պարտությունը, բանակը հետո 22 թվականը դա պարզ ցույց տվեց, որ բարոյա լքված վիճակ է, հոգեբանորեն, թե մենք այն ժամանակ առյուծ էինք, հիմա էլ առյուծ չենք հոգեբանպես, ու համազգեստը փոխելու միջոցով էլ կարաս գաս, որ ես շատ եմ տեսել, էլի, արտաքին տեսնել է շատ բան որոշում։ Օրինակ 21 թվականին իշխանասարում ես երբ որ տեսա մեր զինվորներին ու մեր հարևանների Յաշմա ստորաբաժանման զինվորներին, որ նայելով դու էլ ակամայից մտածում ես մենք էլ սեն զինվորներ ունենայինք, անկեղծ։ Իրանց հակուկապից էր դա գալիս, իրանց կեցվածքից էր գալիս։ Մի քիչ սխալ է համեմատել հատուկ ստորաբաժանումներին սովորական, ասենք, Իհարկե, բայց հիմա հարց է լուծվում, որ սովորական ստորաբաժանումը արդեն մենք այդ հարցը իրականում իմ վաշտի տղեկից մեկը բարձրացրել է 19 թվականին, մեծ գիտական կարելի ասել աշխատանք է գրել համազգեստի հետ կապված։ Երրորդ բանակային կորպուսում ներկայացվել է կորպուսի հրամանատարին, այդ ժամանակ Խաչատուրովն էր, հուսով եմ ինքն էլ վերև է ներկայացրել, դե պարզ այդ ժամանակ դրա վրա ուշադրություն չէին դարձնում, բայց հիմա վերջապես գոնե նորմալ հուսով եմ գոնե, հələ պարզ է փորձարկման փուլում է, վերջնարդյունքը չգիտենք ինչ կլինի, կարելի գան նույն ձև ուղղակի ուզորները փոխեն։ Հա, ուզորները ուղղակի փոխեն։ Մի քանի հատ փոխեն։ գրպան են կոմես կոմ շարժելով։ Բայց որակային նույնը մնա, հուսով եմ որակային շատ լուրջ տարբերություն կլինի ու հերթական անգամ առաջարկում այս թեմայից արդեն անցնենք, թե չէ ամբողջ հաղորդումը նվիրվելու է
նոր համազգեստին, առաջարկում եմ օրինակ ամենայն դեպս փաստենք, որ ես դեմ չեմ նոր համազգեստին, կարծում եմ մի 4 տարի առաջ պետք է լիներ, ոչ թե մի քիչ ուշացել, հա, որ դե դավի ուշ քան երբեք, բայց ես դեմ եմ, որ այն ներկայացրած այն ինչ որ տենում է, որ այդքան շատ փող ծախսենք դրա վրա, հաշվի առնելով 1 միլիարդից ավել ամեն տարի պարտկանելը, որի հետ ասենք նենց չի որ ամբողջ այդ գումարը եթում է պաշտպանության համակարգի վրա էլի այդ պարտկանելը։ Դա հաշվի առնելով կարծում եմ մի քիչ պետք է ախորժակներս բան անենք, էլի փոքրացնենք։ Ոտքերս մեր յոգանի վերմակի չափով մեր ոտքերը ձգենք։ Ես կուզենայի անդրադառնալ իրականում հասկանում եմ, որ քաղաքական հայտարարություն է դա ավելի շատ, որ համեմատում էր ինժեներական այդ կառույցների վրա ծախսը 18 թվականի 25 թվականինը 18-ի հետ էր համեմատում։ Իրականում եթե ես ներկա լինեի 17 միլիարդը 57 կամ 58-ի հետ էր համեմատում, եթե ես տեղում լրագրող լինեի, հարց կտայի, իսկ միգուցե 18 թվականին մեր սահմանները կահավորած էին ու այդքան գումար ծախսելու կարիք չկար։ Այն վաղվա համար իրանց կարծիքով նույն իրանք են եղել իշխանության, տեսել են ու չեն ծախսել մինչև 23 թվականը։ Նկատի ունես, որ պաշտպանության բանակը Արցախի ուներ կահավորած դիրքեր։ Մենք էլ ունենք կահավորած դիրքեր ու այդ դիրքերուն ձեռ չեն տալիս հիմա։ Այս նոր դիրքերը, ասենք, որը որ Զոդից միջև Նռնաձորը քաշվե, այդ նոր դիրքերը ավելի մեծ ծախսեր են պահանջում, դա տրամաբանական է։ Դիրքեր չի եղել 93 թե 2 թվից այս կողմ։ Դա նշանակում է նորից պետք է այնտեղ ինչ որ մի բան անել, բնական է, պետք է 3-4 անգամ է ավել պետք է ծախսես, տրամաբանական է, ես կուզենայի համեմատել շատ ավելի քիչ է ծախսվել անհրաժեշտից, որ մտածում ես, որովհետև հələ հաշվի առեք 93 թվականի աշնանից գրեթե այդ անփոփոխ սահման ա եղել։ Մի փոքր ասենք հորադիս կայարանն են վերցրել, բանը մնացել է իրանց, մնացած հատվածը անփոփոխ սահման ա եղել եւ 93 թվականի վերջից մինչեւ 20 թվականի սեպտեմբերի վերջ այդ դիրքերը մշտապես ինչ որ աշխատանք է կատարվել, գումար են ծախսել, թե սնունդ են ծախսել, որ մարդը ուտի եւ այնտեղ բահով աշխատի։ Այդ աշխատանքները, որ իրար գումարես, կարող է շատ ավելի շատ ծախսը արված ամեն դիրքի վրա եղել, ասենք առաջնագից պահող, քան այսօր արվում է, ասենք այդ 57 միլիարդ իմիջիալուց այդ կապիտալ շինարարություն դա չի նշանակում միայն դիրքեր։ Չէ, զորամասերը, զորամասեր, եթե իրականում զորամասերի վրայով էլ մի բան ասեմ։ Անկեղծ եթե համեմատենք մինչև 20 թվականի զորամասերը ու հիմա այդ ժեշտի զորամասերը, բուտկեքը իտալական մոդուլային, որը Հայաստանում ավելի լավն են սարքում անկեղծ, տեսել ենք ու բանակը շատ նվերել է ստացել։ Եթե այդ ենք համեմատելու, պետք չի դրա մասին խոսալ, անհամեմատելի վատն է հիմա, շատ ավելի վատն է։ Ոչ թե վատն է կենցաղի առումով։ Կենցաղի առումով էլ է վատը։ Վատը ծեփոիզոլացիայով, բանով, գիպս, մեջը բանը պենոպլաստ երևի լավ հաստ։ Երևի, բայց շատ շուտ հաշվի առնելով, որ տաքարյուն տղաներ են, շատ շուտ կարան դա ամեն ինչը վարի տան, բայց հələ դա անցնենք անվտանգության առումով ինքը ընդհանրապես անվտանգ չի։ Այդ հարցում անվտանգ չի, այդ միանշանակ։ Թե պատը եթե մի բան ասկոլկա պահում, անդսկվազնոյ ծակելու է անցնի։ Քարի պատը նկատում։ Քարի պատի մասին է խոսքը։ Իսկ այդ սենդվիչներով բաները բնական է, եթե պահում էլ է բան, ասենք բեկորները, մենակ փոքր արագությամբ թռնող բեկորները։ Իսկ մոտիկ էպիկենտրոնը պայթյունի եթե լինի, ասենք խոսքի 4-5 մետրի վրա, այնտեղ ամբողջությամբ բոլորին ցնցուղ կդարձնի, էլի, ասենք այդ պայթյունը։ Իսկ 4-5 մետրի վրա պայթյունը եթե եղավ քարի շինության, իր կողքի այդ ամենամոտիկ պատը ամենատուժածն է լինելու ու այդ իր պատի հետևը եղած սենյակում եղածները ամբողջությամբ կարող ասենք վնասվեն, զոհվեն, բայց ամբողջ շենքը չի վարի գնալու, իսկ այդ մոդուլային այդ բաները ոնց ձեզ ասեմ, հայր ջան,
դա ոչ մի բան չի պահում։ Մենակ խոշոր բեկորները, որոնք որ քայլելով են տեղափոխվում։ Մեկ է ցուրտը կարա բայ լավագույն դեպքում։ Մեկ է ցուրտը ու շոկը։ դե ցրտի զենք հələ թուրքը չի օգտագործում, դրա համար չեմ կարծում, որ բանա Բայց լավ, արի մի քիչ արագ անցնենք այդ պահը, որտեվ 25 թվականին ես չեմ տեսել, որ ինչ-որ բան այդ մոդուլային զորամաս կառուցածելն են, ամրակառույցների վրա հուսով եմ մեծ մասը ծախսերը, ինչը ողջունելի է, որտեվ արդեն մի քանի տարի է սկսել են ուշադրություն դարձնել երկրորդ գծին, առաջի գիծ մենակ չեն կառուցում, առաջի գծում սկսել են ուշադրություն դարձնել ճանապարհներին, ու առաջի անգամ 22 թվականին եմ դա լսել, երբ որ կորպուսի հրամանատարը չեմ նշի, որ կորպուսի հրամանատարական ժողովի ժամանակ ասես նայեք թուրքերը ոնց են անում, դուք էլ տենց ամրաշինական արեք։ Ես իհարկե ապշած եմ, որտեվ Թուրքիա ամեն մի դիրքում մի տրակտոր էր աշխատում, ինքը համեմատում էր տրակտորը մեր 8 հոգու հետ ամեն դիրքի։ Գովելի է իհարկե, որտեվ լավ կարծիք ուներ։ Մի կերպ գտանք մի հատ տրակտոր, տրակտորիստը ասենք մի կերպ մեր գումարտակից գտանք, այդ տրակտորի հետ տրակտորից չեկավ։ Չէ, տրակտորը, որը երկրորդ անգամ էր մեր մոտ, սկզբից մեր ձախ թևում էր, որին մենք վճարելով էինք բերել, հետո այնպես ստացավ, որ մեր տղաներից մեկը ծանոթով կարացել էր այդ տրակտորին, անվճար արդեն բերեր, ծորի այս մյուս կողմն էինք։ Ու այդ ժամանակ արդեն մեր տղաներից մեկն էր, իր դասակի տղաներից մեկն էր։ Անվճար ու հետն է տրակտորիստ տար, այդ ոնց կլինի բան։ Իմիջայլոց այդ տրակտորը, երբ որ խփել են, այս միջև հիմա չեն փոխհատուցել այդ տրակտորի ծախսերը, որը դիրքում թուրքերը վրան կրակել են, վնաս են պատճառել ու միջև հիմա այդ վնասը փոխհատուցված չի։ Դա էլ է դենց։ Դա արդեն 3 տարի անց է։ Ամրաշինական աշխատանքների վրայով ասեմ, ցանկացած ամրաշինական աշխատանք բաց խրամատից լավ է, դա միանշանակ, դա անվիճելի է, ապրեն, որ այդ արել են, հաստատ, բայց այսօրվա զենքի ճշգրտությունը հաշվի առնելով, հոգնել եմ կրկնելով, էլի, չի կարելի մի տեղ շատ մարդ, շատ զենք, ուղղակի չի կարելի, դա վտանգավոր է։ Իհարկե դժվար է կառավարել նման անձնակազմը, որը ցրված է։ Հեշտ է, եթե պարապում ես։ Բայց եթե պարապում ես, եթե կա նորմալ կապի միջոցներ, եթե հայկական կապի միջոցներ են, ոչ թե ասենք ոնց որ 20 թվականին տարբեր շատ լավ բրենդային, բայց լսվող հակառակորդի կողմից։ Այդ դեպքում դու կարաս նորմալ կառավարես քո ցրված անձնակազմը, ցրված, որպեսզի խոցելիությունը պակասացնես։ Հաշվի առնելով այսօրվա էլ անօթաչու չեմ էլ ասում, հրետանու անվրեպ կրակելու, ասենք, հնարավորությունները։ Եվ քո հույսը պետք է լինի ոչ թե դրա վրա, որ ինքը փուստ կանի այս անգամ։ Դե մեծ բետոնի շինության վրա փուստ անելը հնարավոր չի։ Այլ հույսը պետք է լինի դրա վրա, որ այդ սնարյադը թանկ է կառավարվող։ Ու երկու հոգու դիրքին չի խփելու։ Ու շանս կա որ չխփի, լավ, սենց ասեմ։ Շանսերը իջնում է խփելու։ Այո։ Ես այդ բանով չեմ հավանում այդ խոշոր։ Ապրեն իրանք, որ գոնե մի բան արնում։ Ի պաշտպանություն ասեմ, որ այդ բուջուրներից էլ են կառուցում։ Գիտեմ, գմբեթ մեկը իզուր եմ մոգոնել, ասենք, ու այդքան էլ առաջ էինք տանում։ Քանակները իմանայի իրականում չէի ասի, բայց կառուցում են, ահռելի գործ են անում։ Արագ տեղադրվող, ասենք, այդ գմբեթ մեկը։ Ահռելի գործ են անում, իհարկե մասնագետների պակաս ունեն, ինչի չեն խոստովանում, բայց ունեն, երբ որ առանձին զրուցում ես, ես ինձ մասնագետ այդ առումով չեմ համարում, էլի, ես ուղղակի եղել եմ մասնագետների կողքը, երբ որ զրուցել են ու իրանց խորհրդի կարիքը շատ զգացվում էր, ունեին այդ կարիքը, մասնագետների պակաս կա, ինչը արդեն քանի անգամ նշել ենք, որ փոքր նույն կազմով է մնացել մեր ինժեներական վարչությունը ու պետք է կահավորի նույն բանը անի, ինչ որ մենք արել ենք 90-ից մինչև 20 թիվ, էլի։ Ու շատ արագ։ Ու շատ արագ պետք է անի։ Հետն էլ հաշվի չեն առնում, որ երկրորդ գծում, եթե նախորոք աշխատանք չես արել,
դու պիտի դա անես մարտական իրավիճակում, ռմբակոծության տակ, այնտեղ հարվածների, հակառակորդի, ասենք, առաջնագիծ ճեղքելու պայմաններում, то есть դու պետք է հսկայական անձնակազմ ունենաս, կամ էլ ամեն ինչ անես նախորոք այդ source-ներով, բայց ամեն ինչը, օրինակ տանկային ուղղությունների վրա, եթե նայեք ռուս-ուկրաինական, ասենք, բանը, այս պատերազմի հատվածը, այնտեղ իրանք ասում են զուբի դրակոնը, то есть վիշապի ատամները։ Վիշապի ատամները նայում ես, ասես մի 100 մետր լայնքով դաշտ, որի մեջտեղով ճանապարհ է հետում, խոսքի շարված, այդպես մի 15-20 հազար հատ։ Դա է ինժեներական աշխատանքը։ Ու եթե դու նախորոք չես անում, ես չեմ ասում այտենց անենք, բայց դու կարաս գտնես դժվարանցանելի հատվածները, որտեղ հենց միակ ճանապարհը կարա անցնի ու կողքից մի 4 մետրեսյան, 4 մետրեսյան, ոչ թե ռուսական, ուկրաինական բախման տեղը 50-50 աջ ու ձախ։ Եվ այդ բանը փաստորեն 15-20 մետր մի 50 մետր խորությունում ինչ պետքա ինժեներականով ապահովես, բայց դա պետք է անես ոչ միայն առաջնագծում, այ առաջնագիծ եւ երկրորդ գիծ արանքում ու նախորոք անես։ Հակառակ դեպքում բախման պայմաններում դու ի վիճակի չես անելու, որտեվ հսկայական անձնակազմ է պետք լինելու ունենալ։ Այդ աշխատանքները, որոնք որ պիտի ապահովեն ինժեներական, էլի ասենք, արվում են առաջնագծում հակառակորդի միանշանակ կանգնացնելու ոնց որ պայմանով, որ հակառակորդը պետք է անպայման կանգնի առաջնագծում։ Այո, պետք է կանգնացնես պարտադիր, բա որ պրոստո ասենք պրծնես ու ինքը գա անցնի, այդ վաղտ ինչ։ Այդ աշխատանքները մասսայական, այն ուղղությունները, որը որ համեմատաբար հեշտ կարա այդ վիճակը գա, ջրականի վրա բնական է, չէ, ասենք տղաները մի շաբաթ վիզ են դրել, պատերազմել են, խոցել են շատ ավելին, քան իրանց մոտ է խոցվել, բայց մեկա ճեղքես, չէ, հակառակորդը, то есть չճեղքվող առաջնագիծ չկա, իսկ եթե հին ժամանակների ասացվածքները, որը որ դարերով չէ, հազարամյակներով, ասենք, փորձությունը ունեցել մարդկությունը միջև այդ ասացվածքը օրինել է, չգրավող ամրոց գոյություն չունի։ Բոլոր ամրոցները հնարավոր է գրավել։ Համապատասխան այդ բարդությանը կիրառվող ուժի դեպքում։ Չգրավող ամրոց չկա, հայր ջան։ Ոնց որ ամրոց չկա, այտենց էլ առաջնագիծ չկա, որ չճեղքեն։ Դրա համար պետք է ունենաս խորություն։ Երկրորդ գիծ, եթե հնարավոր է երրորդ գիծ։ Ցավոք սրտի մեր մոտ այդ խորությունները չունենք։ Սյունիքի եւ Վայքի լայնքը հաշվի առնելով, դու պետք է անես այդ ամեն ինչը շատ ավելի շուտ, քան ռազմական իրավիճակ կսկսվի, քան կսկսեն փոխհրաձգությունները, գրոհերը եւ այլն։ Լավ, քանի որ ինժեներականի վրայով էլ այդքան։ Հա, ոնց որ ժամանակը սուղ է, կուզենայի նաեւ անդրադառնալ 25-օրյա հավաքներին ու ինձ շատ դուր եկավ, որ էլ նույն Պապիկյանը, եթե չեմ սխալվում, այն ժամանակ ասում էր պայմանագրային պրոֆեսիոնալ բանակ, հիմա արդեն էլ չի նշում դա, հասկացել, նու գոնե բառերի մեջ, բայց մեկ-մեկ արեստավարժ է ասում։ հա, այս անգամ նույնիսկ բացատրես պրոֆեսիոնալը որն է, որ դա պարապածն է, ոչ թե մի հատ բան էլ ինձ Դե ընդամենը 20 տարվա մեջ կարողացան մեր միտքը առաջ շատ վատ թվեր ինքը ասեց իրականում, որ 2 տարվա մեջ ընդամենը բանակի 73%-ն է ատեստավորում անցել, դա անցնել է 3-ն էլ անցնել, 4-ն էլ, 5-ն էլ։ Ես ինչքան հիշում եմ, այդ նույն ատեստավորման քննությունները փուլի բացման ու փակման քննություններն է։ Այսինքն եթե դու դա չես հանձնում, դու չես կարա զինվորական լինես։ Դա նշանակում է ստորաբաժանումներն էլ ոչ մարտունակ են։ Այո։ Դա է նշանակում, եթե զինվորականները, ասենք, չեն հանձնում ատեստավորումը, հա, իդեպ ձեզ մի բան էլ ասեմ, էլի, տարբեր ժողովուրդների մեջ, տարբեր հոգեվիճակ, տարբեր մոտիվացիա, ասենք, 5% կորուստը կարա մարտունակության մասնակի կորուստի բերի,
10%-ը կարա ամբողջությամբ մարտունակության կորուստ լինի։ Իսկ ազգերկան, ասենք 30% կորուստն է իրանց մոտ ամբողջությամբ։ Ռուսական ստանդարտները, սովետական ստանդարտները այդ է։ Հա, հիմա բանը մենք փաստացի հենց գլխանց 20%, 27, հա, 27% արդեն պրոբլեմա մեր մոտ։ Փաստորեն 27% արդեն կորուստ ունես։ То есть դա շատ վատ է, իհարկե, դա նշանակում է։ Բայց աճ կա, որտեվ առաջի տարին շատ լացելու ցուցանիշներ են եղել։ Հա, իդեպ այդ ատեստավորման քննությունները եթե փոխել են, հուսամ, ես շատ խնդացի ու մի քիչ էլ հայհոյեցի, ասենք ճիշտ ասած տարբեր լրատվամիջոցներում, այդ ատեստավորումը ու ինձ բարկացրել էր, որ շարային են հանձնում, ասենք, գնդապետներ եւ գեներալներ, այն դեպքում, որ իրանք ճիշտ կլինի շախմատից քննություն հանձնեին կամ ասենք օպերատիվ արվեստից ինչ-որ չունի։ Էդ էլ են հանձնում։ Հա, բայց շարային ուղղակի դրա վրա ժամանակ կորցնելը արդեն գրեխ է։ Ավելի խնդալու է, երբ որ գեներալը կրակայինի հենց իր անձնական զենքով կրակայինի քննություն է հանձնում, որը եթե պատերազմական իրավիճակում ինքը օգտագործում է, նշանակում է ինքը շատ վատ գեներալ է։ Չէ, ինքը նշանակում է ինքը պետք է օգտագործի մենակ մի բանի վրա։ Դա նշանակում է ինքը լրի վարիա տվել իր ղեկավարած զորքերը, ինքը պետք է մենակ ինքնասպան լինի դրանով, իսկ դրա համար պարապել պետք չէ։ Ես շարայինին այդքան վատ չեմ նայում, որտեվ իրանք պաշտոնական, եթե զինվորը նայես գեներալը չի կարող շարային անի, մի քիչ հետո չես կարա զինվորին ստիպես ինքը շարային անի։ Գեներալի շարային, գիտես որն է, այդ այն որ զգաստ կայնում է, ընդունում է, ասենք։ Հա, բայց զեկույց տալ էլ պետք է կարանա, դե չէ, ես չգիտեմ ինչ կարգ են հանձնում։ Ես շարայինին բացասական չեմ վերաբերվում, ես վերաբերվում եմ բացասական, որ մարդիկ պիտի զբաղվեն, ասենք, իրենց գործով շատ ավելի շատ, քան աշխատավարձի խաթր շարայինով զբաղվեն։ Դա նույն բանն է, ոնց որ ինչ-որ պաշտոնյա, բանը ժողովրդին դուր գալու համար ինչ-որ բան, չգիտեմ ինչեր անի, ճապոնական ծառեր աճեցնի փուճուրի կամ ինչ-որ արվեստի ճյուղով զբաղվի։ Իր ժամանակը թանկ է շատ, որ ինքը շարայինով զբաղվի, որ իր աշխատավարձը բարձրնի, որովհետև կարող է իր մոտ շարայինը լավ չստացվի եւ աշխատավարձը բարձրանա ընդամենը 100,000-ով, այլ ոչ թե 200,000-ով։ Ընտանիք է պահում, չէ, ինքը շարայինով չպետք է, ոնց ձեզ ասեմ, չի կարելի սոտովի հեռախոսով մեղ մխել։ Դրան շատ ավելի հարմար քարն է կամ չագուչ կամ մուրճը, այո, որը բանը բջիջային հեռախոսից շատ չեմ ասում, մի 500 անգամ էժան է։ Հասկանում եք։ Մուրճը եւ հեռախոսը տարբեր բաներ են։ Այդ գեներալը բջիջային հեռախոս է, սմարթֆոն է։ Գնդապետը խելքը պետք է իր ստուգես։ Իհարկե։ Ու իր հմտությունները շտաբային աշխատանքում։ Ես բանը պաշտպանության նախարարի մի բառի հետ մասամբ համաձայն եմ, իսկ մասամբ մի ուրիշ ձևի, ասենք, դեմ եմ այդ իր խոսույթ, որ ինքը ասեց, բանը ռեզերվիստները, որ պարապաշտ չէին, բան, դրա պատճառով մենք ունեցանք, ասենք, այս առաջնագծի այն խնդրեմը եւ այլն, դե գիտենք չէ, որ գումարտակները եկան, ես вообще-то մասամբ եմ դրա հետ համաձայն, ասենք, մի 10%-ով, 90%-ով մարտունակության կորուստը մեր, որ եղավ, ասենք, մարտի դաշտում, զորքերի կառավարելությունը կորցրեց հրամանատարությունը։ Հրամանատարությունը, եթե իր պարտականությունը կատարեր, նույնիսկ ամենախամ մասային տանում են կռվի դաշտ ռուսերն ու ուկրաինացիք, մենք էլ ենք այտենց մտածել, դրա համար ենք չպարապած զինվոր տանում, որ 10%-ը գզովեն, 90-ը գդառնան զինվոր, 20%-ը գզովեն, լավ զինվոր գդառնան, 30%-ը գզովեն, 70-ը ցենտր ռեմբոներ են ելնելու։ Դա սովետական, ռուսական կայսրության մոտեցումն է։ Բայց դա տեղի չունեցավ, չէ՞։ Կառավարելությունը կորցրել էին, որովհետև հրամանատարները շարայիններ էին անում, որտեվ պլաց բանակ էին անում, որտեվ ավելի շարային այսենց անցնելը, ասենց սիրուն վիզը ծռելով ավելի կարևոր է։ Դրանից տեխնիկական միջոցներն է համապատասխան չուներ, կապ չուներ, շատ խնդիրներ կար, էլի։ Այդ բանը զորքերի
չպարապած լինելը կպարապային մեռնելով, զոհվելով, բանանելով։ Չէ, բայց Բայց իրականում դա տեղի չունեցավ։ լուրջ խնդիր էլի։ Իհարկե լուրջ Որի խնդիր վրա է։ ուշադրություն փառք Աստծո մի քիչ սկսել են դարձնել, խեմ ասում մի քիչ, որտեվ Պապիկյանը այդ հարցազրույցում ես վստահ եմ, որ իր զեկույցներով է ինքը խոսում, զեկույցները դեով պետք է ասի վատա պարապմունք անցը։ Իդեալական անցել է։ Ես հələ տես բան չգիտեմ զորահավաք, որ շնորհակալագրեր չստանան բան, բայց լիքը բաներ գիտեմ զորահավաքներ մոբի համար, ռեզերվիստների համար, որտեղ ոչ մի բան չեն անում։ Բացարձակ։ Ինքը դրա համար համ այդ քաղաքական գնամ 3 անգամ, բայց դրանով պայտի պարապմունք չի։ Այսինքն սիստեմատիկ տեղեր կա հրամ կազմը կարողանում է ռազմը հայրենասիրականներից որպես ասենք ՈՄԱ-ի փոխնախագահ, որովհետև դու պարապելով ես զբաղվում, պարապացնում ես բան, չէ, ես բայց նայում եմ առաջվա հետ համեմատ որ նայում ես, այն որ ուղակի թուղթ էին ստորագրում ու չէին հետում, դրա շատ լավ է։ Ու ասենք պարոն նախարարը ճիշտ է ասում, շատ ավելի լավ է ռեզերվի վիճակը, քան եղել է մինչև ասենք 18 թվականի։ Ես ուղղակի ուզում եմ այդ գումարները, որ ծախսվում է, ավելի օգգն մեծանա այդ իր ծախսածի, ավելի օգուտ մեծանա։ Ես մի քիչ այդ զինվորի կամ ռեզերվիստի բանով կնայի։ Այդ զինվորները որ գալիս են, то есть ռեզերվիստի ոչ բան չեն անում, իրանք պետք է մի բան անեն գոնե։ Իրանք պետք է ստիպեն, որ իրանք բազմաթիվ անգամ ինձ ով որ պարբերաբար լսում ա, լսած կլինի, որ ես ասում եմ, քացով գնացեք, բանկոմատների դուռը բացեք, խինձ զբորերի չես տանում։ Ուզում ես պատերազմի վաղտ ես զոհվեմ, այդ նույն ձևով զբորերի գնալուց, եթե քեզ չեն պարապացնում, քացով խփեք ումը պետք է ասա, այ ապուշ։ Ես տեղ եկել եմ մուկ տշելու, թե եկել եմ մի քիչ պարապեմ, որ պատերազմի ժամանակ կարողանամ ինքս ինձ պաշտպանեմ եւ բնականon նաև ընտանիքս։ Նաև այդի ոնց որ ուսանողը, որ դասախոսը գալիս է, բանա կարող է հիշեք, մի հատ ֆիլմ կա Ռեսպուբլիկա Շկիդ, սովետի ժամանակ, բանա այն որ բանա բաներին, որ երեխեքին հավաքում, դպրոց են սարքում, Ռեսպուբլիկա Շկիդ, ուրեմն այդտեղ բանա մի հատ դասատու կար, որը երգ էր երգում Նիժինիցիս на Курсистках, они толстые как сосиски։ Բնականա սախ դասա երեխեքը սիրում էին իրան, բայց դաս չէր տալի։ Առավոտից իրիկուն երգում էր։ Այդ նույն բանն է, որ բանը ախպեր դու եկել ես դպրոց կամ այդ որփատունը, որ դպրոցի են վերացել, որպեսզի գիտելիքներ տան, դրա համար են դասերը կազմակերպել։ Նույնը եթե հավաքներում ես ու քեզ չեն պարապացնում, դա քո խնդիրն էլ է, դա շատ ավելի շատ քո կյանքի հետ առնչվում, քան են թամբալների, որ բանը որոնք ալարում են քեզ մարզեն պարապացնել։ Հաստատ դա քո կյանքի հետ ավելի քիփա կապված հարգելի հայրենակից, քան այն մարդու հետ, որը որ կարող է մի տարի հետո ասենք ուրիշ տեղ էլ լինի ծառայության, ըսկի քո հետ չառնչվել ոչ մի կերպ։ Պահանջեք որ պարապացնեն։ Մի դասացուցակ նայեք, ասեք այ ախպեր, բայց դե բուժ պատրաստություն է։ Բայց դասացուցակ ով է ցույց տալի։ Կախած է լինում։ Կախած ոչ մի տեղը չի լինում։ Դա մենակ մեր մոտ էր։ Չէ, դա զորամասերում է հիմնական լինում, իսկ ճամբարային վիճակում ում պետք է դասացակ ցույց տալ։ Ամենայն դեպս պահանջել, որ ասենք մուղ չտաշեն նախաճաշից մինչև ճաշը եւ ճաշից մինչև ընթրիկ։ Դա ասենք ցանկացած դա ներքևից վերև տարբերակն է դու ասում։ Կարան ասենք գտնեն մի հատ բան լրագրող, որը հետագայում կարող է վարչապետ դառնա, որ թուղթ գրի պաշտպանության նախարարի անունով, որ գտնվում եմ հավաքների տեղը եւ ինձ չեն պարապացնում։ Հաստատ ընդ մի քանի հոգի կգան, մի քանի հոգու ասենք ինչ պետքա կանեն եւ մենակ այդ վախից, որ իրանց հետ ոչ մի բան չանեն, մանավանդ սեռական բնույթի, շատ արագ կսկսեն դասերը կազմակերպել։ Բայց դասերը գալիս են կեն խնդրին, որ հələ հրահանգչական մոդելը չի մտել։ Նույնիսկ բանակում շատ քիչ հրահանգիչներ կան, շատ քիչ թվով, ու մնաց ռեզերվին դա հասնի, դա հələ ֆանտաստիկայի ժանրից է։ Գալիս են թող վիզ դնեն սպաները։ Սպաները այդքանը չեն կարող անեն։ Ես որ հիշում եմ մեր 25-օրյա հավաքի ժամանակ ես մինչև քանիսն էի թուղթ լրացնում։ Հա, կա այդպես բան։ Բացի դրանից պահանջել սպայից, որ ինքը 12-ից 18 առարկա դասատուի մակարդակի իմանա, դա անհնար է։ Չէ, իրականում նես չի նույն սպանը ամեն դասը տալիս է, բայց սպայի մոտեցումը
քիչ ուրիշ է, էլի, երբ որ ինքը սաղ կյանք սովորել է 18-ից 20 տարեկան Հաֆսար զգաստ ասելը անվերապահորեն իրան ենթարկվել են, այստեղ արդեն հասուն մարդ է, լավ ձևավորված հիմնականում, իրանց հետ աշխատելը մի քիչ ուրիշ է, ու ամենալավ տարբերակը, որը ցավոք սրտի դա հրահանգիչն է։ Բանակը չի ուզում օգտագործել, որտեվ հələ միջև հիմա ամեն ինչ ես անեմ, ին վրա վեկալեմ, Իսկ քաղաքական բանն էլ, ասենք վերնախավն էլ ոչ մեկին մոտ չի թողում, ով իրանց շեվջան չի ասել ու 4 իսկ փշերից չի պատճառ։ իրականում ում մոտ է թողում, էլի մտնում է բանակի կազմի մեջ։ Ու լրիվ Սովետսկի Սոյուզ, Սլավա ԿՊՍՍ վիճակն է։ Միանշանակ, իսկ դա ամերիկյան նույն բանով սիստեմով որ նայեք, հեչել է տես չի, էլի։ Բացարձակ։ Բանը երևի այսքանով սահմանափակվում ենք։ Հիմնական ինչի վրա արժեր ուշադրություն, մեկ էլ կարելի է, որը գովելի է, նշանակում է այդ մի հայտարարություն էլ արեց, կապված բանակում ինչ-ինչ պայմաններում սպանվածների, մահացածների հետ կապված, թիվը շատ համեմատական ծառայության ընթացքում կարծեմ 6 հոգի ասես, չէ՞։ 6 կամ 7 հոգի ասեց, բայց մեջներից որ մեկը մյուսին սպանել է, ապացուցված դեպք ընդհանրապես չկար, որը երկու ինքնասպանության դեպք կար, որը որ հələ հարց է, ասենք ոնց է եղել։ Մնացածը տարբեր դեպքերից էր, որը ինքը բանը լավ բան է։ Դա շատ լավ ցուցանիշ է։ Դադարել են իրար վրա կրակել։ Նշանակում է ազատ ժամանակ մի քիչ ավելի քիչ ունեն, որովհետև նշանակում է որ բանակը պարապում է։ Դա նշանակում է որ պարապում է։ Ես բնական ասենք ինչ չեն լսում, կապ չունի որ մի քանի տարի հետո ասենք մեկին մեկ իմ խոսքերը կրկնում են եւ բաները որոշ գաղափարներ իրականացնում են, բնական է, բայց ես նաև կսահմանափակեի, որ ՉՊ-ներ չլինի, նաև ինտերնետի հասանելիությունը զորամասերում եւ առաջնագծում, որովհետեւ այդ վիվարոները, բաները, այդ կրվել է, էլի, ասենք տարբեր աջառոբետներին ու եսիմ ինչ գումար խաղալը, ինքը շատ լավ հիմք է հատուկ ծառայությունների համար, հարևան բարեկամ Բաքվի Հանրապետություն, շատ լավ։ Իմիջայլոց ոնց որ թե այն բոլոր են բանա մելքի ժուլիկ շպիոնները, որ բռնվում էին ԱԱՑ-ի կողմից, դե ավելի լուրջ չկարացան բռնեն, կամ էլ բռնեցին միանգամից պերևերբով կարին ու ուղարկել են հիմա Ալիևի տեղակալներն են բոլոր մեր լրտեսները, այդ մելքի ժուլիկներին, որ բան էին ար, բոլորը տարբեր ձևով պարտքերի մեջ թաղված էին, այդ թվում նաև խումարային, մանր պարտքերի մեջ։ Մտածեք, պարոնայք, լրտեսների համար պարարտ հող մի թողեք, որ մեր ոչ հեռատես շարքային եւ սերժանտական եւ ինչու՞ չէ նաեւ միգուցե սպայական կազմի մեջ հեշտ լրտես, ասենք, լրտես չէ, դավաճան կարողանան ձեռք բերեն։ Ու մի հատ էլ խորհուրդ տարակարծությանը տենց վատ մի վերաբերվեք։ Տարակարծությունը միշտ չի, որ ձեր համար վատ է, էլի։ Դե տենց որ վեկալես նաև վատ մի նայեք այն մարդկանց, ով որ ձեզ 4 թուշը պատրաստ չի պաչել։ Ավելի լավ մոդա չի հիմա Հայաստանում։ Իրականում ավելի լավ պետք է վերաբերվես այդ մարդուն, ով որ քո պաշտոնը հաշվի առնելով քո հետևը չի պաչում ու դեմքիդ ճիշտն ասում։ 4 թուշը։ 4 թուշը լավ։ 2 վերև, 2 ներքև։ Հա, ու քեզ կարում է այնքան կա, որ քո դեմքին ճիշտ է ասում է, սխալները ցույց է տալի ու բացի ցույց տալը, մի հատ էլ ասում է, այս տարբերակով արի ես քեզ օգնեմ, էսի անենք։ Իդեպ, եթե ինչ-որ սխալներ գտնեք վաղոյի խոսքերի մեջ, իմ խոսքերում դե սխալ չկա, բնական է, ես անսխալ եմ, ասենք, բանը, մի մոռացեք կոմենտներում նշեք, էլի, որտեղ մենք հայր եւ որդի սխալվեցինք, որտեղ այնքան էլ սխալ չենք, բայց ասենք վիճելի է։ Կարճ ասած մենք ձեր կոմենտները պարտադիր կարդում ենք, հայր ջան, պարտադիր։ Այսքանով վերջացնենք, հաջողություն ձեզ։ Եղեք անփորձանք։